Հաղթանակի եռաբանաձևը Հայաստանը միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերը երբեք հետ չպիտի վերցնի։ Դա լուրջ ճնշման միջոց է Ադրբեջանի դեմ։ Ավելին, չափազանց կարևոր է հնարավորինս շուտ նաև միջազգային քրեական դատարանում գործեր սկսել Ալիևի դեմ։ Արդեն պարզ է, որ Փաշինյանի կառավարման օրոք սա չի լինելու։ Պատերազմում պարտված վարչապետ Փաշինյանին ցանկացած խաղաղության թուղթ է պետք, որ հաջորդ ընտրություններին հայ ժողովրդին ասի. «Իմ կառավարման օրոք բազում զոհեր եւ կորուստներ եղան, բայց ես ձեզ խաղաղություն բերեցի»։ Բոլորն են հասկանում, որ Ալիևի եւ Պուտինի իրական նպատակը Հայաստանի Հանրապետության պետականությունը թուլացնելը, վերացնելն է։ Ալիևի հետ միայն ուժեղ Հայաստանի Հանրապետության բանակ եւ իսկական դաշնակիցներ։ Ռուսաստանը 50 կետանոց պայմանագրով փետրվար 2022 թվական արդեն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։ Մեկ այլ հարց՝ Եղիշե Կիրակոսյանի պահվածքը այդքան էլ համոզիչ չէր։ Ամեն տեղ, նաև միջազգային դատարանում, խոսում էր ցածր մոնոտոն ձևով, որը համոզիչ պահվածք չէր։ Բացի դա, կարդում էր շատ եւ դատավորների դեմքին քիչ էր նայում։ Հավանաբար նաև սրա համար Հայաստանը միջազգային դատարանում մեկ-երկու կարևոր հարցում չհաղթեց, չբավարարվեց Հայաստանի պահանջը։ Հայաստանի շահն այն է, որ ամեն ինչ չթողնվեր այս տղայի ուսերին։ Ինքը վատ մասնագետ չէ, բայց փայլուն չէ, միջին մասնագետ է։ Այսպիսով, հաղթանակի եռաբանաձևը Հայաստանի Հանրապետության ուժեղ բանակ, ճիշտ դաշնակիցներ եւ հայցեր Ալիևի, Ադրբեջանի դեմ։ Վարասյունի միջազգային իրավունքի մասնագետ Լուծաբան, Նիդերլանդներ 0603 2025 թվական։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան Դարչիևը հայ է։ Հայկական ծագում ունի Լավրովը։ Կարիբյան ճգնաժամի հանգուցալուծման ժամանակ վճռորոշ դեր խաղաց Միկոյանը։ Այս բարդ իրավիճակում ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը հայուհի է։ Իսկ նորանկախ Հայաստանում այդպես էլ դիվանագիտական դպրոց չկայացավ։ Խղճուկ վիճակում ենք։ Շատերը միանգամից կսկսեն հայի բախտի կամ հիվանդագին ռուսասիրության վրա մեղքը բարդել։ Ոչ, խնդիրը բոլորովին այլ է։ Հայերը բոլոր ասպարեզներում պոտենցիալ ունեն, բայց մեկ կարևոր պայմանի դեպքում, եթե կա մեծ խաղ եւ մրցակցություն։ Սովետական Հայաստանից սկսած մեր սոցիումի մենթալիտետի մեջ ձևավորվել է մի կործանիչ, բռի ամբարտավանության գիծ։ Արդյունքում տաղանդավոր մարդը տեղ չունի մեր երկրում։ Ռուսի ասած՝ «Нет пророка в своем отечестве»։ Մեր հասարակության չափանիշը սրիկաները, սուտասանները եւ միջակություններն են միշտ եղել։ Իսկ խելացի մարդիկ անտեսվել եւ արտագաղթել են։ Հիմա, երբ մեր ամբարտավան գեղցիները դրսում հաջողության հասած հայերի անուն են լսում, ինչ լուտանքներ ասես չեն թափում, դավաճան եւ երկրից փախած են որակում։ Պարադոքսալ բան է թվում, բայց խնդիրը շատ պարզ է։ Ուզում եք լավ ապրել, ժող ջան, ուրեմն պիտի խելոքին, էշից եւ ստախոսից տարբերելու ուղեղ ունենաք։ Ուղեղ չունեք, գոնե պիտի հնազանդության, աստվածավախության եւ համեստության, դիմացինին հարգելու, լսելու ունակություններ ունենաք։ Հակառակ դեպքում այս վիճակը չի վերջանալու։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ֆրանսիացիներին, որը եթե դիտարկենք համառոտագրված, ըստ էության եվրոպական մոբիլիզացիայի մասին է։ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Փարիզը ստանձնում է եվրոպական մոբիլիզացիայի կազմակերպման եւ առաջնորդության առաքելությունը։ Ինչ է դա նշանակելու ըստ էության, պարզ չէ հաշվի առնելով այն, որ եվրոպական մոբիլիզացիան կազմակերպելու համար Ֆրանսիային հարկ կլինի ընդհանուր հայտարարի բերել մի քանի տասնյակ պետությունների, որոնք ունենալով ընդհանուր շահեր ու մոտեցումներ այդուհանդերձ ունեն նաև լուրջ տարակարծություններ, այդ թվում ԱՄՆ-ի հետ փոխհարաբերության իմաստով։ Իսկ Ֆրանսիայի նախագահի ուղերձի հիմնական ասելիքներից մեկն այն էր, որ Եվրոպան պետք է անկախանա ԱՄՆ-ից, Եվրոպայի ճակատագիրը չպետք է որոշվի Վաշինգտոնում եւ Մոսկվայում, հայտարարում է Ֆրանսիայի նախագահը։ Բայց գլխավոր հարցն այն է, թե որտեղ պետք է որոշվի Եվրոպայի ճակատագիրը։ Եվրոպայի առաջ այսօր հենց այդ հարցն է առանցքայինը։ Ֆրանսիան ունի այդ հարցի պատասխանը, թե սկսում է գործընթաց ակնկալիքով, որ պատասխանը կձևավորվի ժամանակի ընթացքում։
իսկ այսօր գլխավորը պարզապես գործընթաց սկսելն է։ Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի մոբիլիզացիոն ռեսուրս է դիտարկում Ֆրանսիայի միջուկային զենքը, հայտարարելով, որ Փարիզը պատրաստ է քննարկել եվրոպական գործընկերների հետ միջուկային վահանի հարցը։ Ակնառու է, որ Ֆրանսիայի նախագահն իր ուղերձով պարզապես ազդարարում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Ֆրանսիայի դերն ու տեղը պահպանելու ակտիվ գործընթացի մասին։ Ինչպիսի փոփոխություններ կբերի այն թե եվրոպական հարաբերություններում, թե Ֆրանսիայի արտաքին վարքագծում, այդ թվում մերձ եվրոպական գոտիներում։ Սա էական է նաև Հայաստանի համար, որն այդ գոտում գտնվող պետություն է, առավել ևս Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությամբ։ Այստեղ չափազանց կարևոր է դառնում այն, թե Փարիզը եվրոպական անվտանգության և սուբյեկտության իր հայտարարած արշավում ինչ տեղ ու դեր է դիտարկում Թուրքիայի համար, որի նախագահը հայտարարում է ԵՄ անդամ լինելու ռազմավարական նպատակի մասին, ինչպես նաև նշում, որ եվրոպական անվտանգությունը չի կարող լինել առանց Թուրքիայի։ Ֆրանսիայի նախագահը համաձայն է նրա հետ, որի հետ վերջին ամիսներին ունի բավականին հաճախակիացած շփումներ։ Այստեղ թե այոն, թե ոչը Կովկասի համար նշանակելու են հիմնարար հարցադրումներ։ Նյութի աղբյուր առաջին AM։ Մարտի 5-ին հայտնի է դարձել Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցության մասին, որ կայացել են Պեկինում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։ Խորհրդակցության մասնակիցները նշել են հայ-չինական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին։ Իհարկե, այդ արձանագրումը առաջացնում է հարց, թե քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պայմաններում ինչու է մի քանի ամիս թափուր Հայաստանում Չինաստանի դեսպանի պաշտոնն ու դիվանագիտական առաքելությունն իրականացնում է գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Անշուշտ խիստ միամիտ կլինի եզրակացնել, որ Չինաստանում չկան դիվանագիտական կադրեր, այնուհանդերձ հայ-չինական քաղաքական խորհրդակցությունը իհարկե ողջունելի է և եթե կան այդուհանդերձ որոշակի հարցեր, ապա պետք է հուսալ, որ դրանք քննարկվել են և պարզաբանվել։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույն օրը խորհրդարան կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Երևանը դինամիկ երկխոսում է Պեկինի հետ և առաջիկայում կլինեն բարձրաստիճան այցեր։ Թե ինչ մակարդակի մասին է խոսքը Միրզոյանը չի մանրամասնել, սակայն ավելորդ է խոսել անգամ, որ Չինաստանը այսօր առանցքային արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ուղղություն է, որի հետ երկխոսությունն ունի կարևորություն մի քանի համատեքստում։ Չինաստանն ակնհայտորեն կազմում է այն նկատվող ուրվագծվող եռանկյունու մի անկյունը, որը սկսել է աշխարհակարգի վերակառուցման շուրջ բանակցությունը ԱՄՆ, ՌԴ, Չինաստան։ 2024 թվականի հուլիսին Չինաստանը ըստ էության նոր աստիճանի է բարձրացրել իր ներկայությունը Կովկասում, ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելով Բաքվի հետ։ Չին-ադրբեջանական հարաբերության այդ նոր մակարդակը վերաբերելու է թերևս ոչ միայն Ադրբեջանին, այլ Կովկասին ամբողջությամբ։ Հայ-չինական արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդակցության արդյունքում արված հայտարարության մեջ նշվում է Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ ռազմավարական ծրագրի, ինչպես նաև խաղաղության խաչմերուկի մասին, որի վերաբերյալ խոսում է Երևանը։ Այստեղ սակայն շատ էական է, թե Պեկինն ու Երևանը արդյոք նույնական պատկերացումն ունեն այդ երկու ծրագրերի որևէ առնչության տեսանկյունից։ Ծրագրերն իհարկե իրենց մասշտաբով որևէ կերպ համեմատելի չեն, սակայն նրանք կարող են համադրվել Կովկասյան ռեգիոնում։ Սակայն ինչ տրամաբանությամբ, ծավալով և ուղղությամբ, այստեղ է առանցքային ինտրիգը։ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրած Չինաստանը կօգնի Հայաստանին հաղորդուղիների ապաշրջափակման հարցում իր մոտեցումներն առաջ մղել և Բաքվում ձևավորել դրանց վերաբերյալ առավել կառուցողական մոտեցում, թե հակառակը կաջակցի Հայաստանի առաջարկների հանդեպ Ադրբեջանի մերժողական և առավելապաշտ կեցվածքին։ Այստեղ կարող է լինել հայ-չինական երկխոսության արդյունավետության առանցքային չափիչներից մեկը։ Նյութի աղբյուր առաջին AM։